Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Մենք ասել ենք, որ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը ու պայմանները, որ դա հնարավոր լինի։ Այս մասին վարչապետ Փաշինյանը ասել է ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են իհայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Անվտանգության խորհրդի նիստ բարբերաբար է հրավիրվում, ասենք որ օրինակ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դες 25 Թուրքիայի կայցելելու ինչ օրակարգով եւ ում հրավերով աշխատանքային այց է պաշտոնական։ Ну, սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք այո, այցը նախատեսված է, եւ այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների, այս բանին ընդհանրապես ասեմ, այն ինչ որ արդեն հայտնի է։ Խորհրդարանում տեղի ունեցել կառավարության հետ հերթական հարցուպատասխան, այդ ընթացքում վարչապետը անդրադարձել է նաև կառավարություն եկեղեցի հարաբերությունների մասին հարցին։ Հնչող հարցերից մեկը նա է, թե ինչու է կառավարությունը հենց այս բանին որոշել է հարցերը բարձրացնել, որովհետև կա տպավորություն, որ այս խնդիրները մեր հանրության շրջանակներում վաղուցմանից արդեն պարզ էին եւ հանրության լայն շրջանակներում արդեն տեղեկացված էին այն բոլոր խնդիրների մասին, մասնավորապես արատավոր խնդիրների մասին, որոնք կան մեր եկեղեցում։ Ես կխնդրեի այս հարցին անդրադառնալ, շնորհակալություն։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետքա ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետքա վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների եւ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները ասում են եկել են կուսության հարց են քննարկում հարգելնես կուսության հարց չենք քննարկում ենք լեգիտիմության հարց որովհետեւ 356 թվականին
տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլ եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ 2020 թվականի հրատարակության Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը։ Ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ։ Ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց։ Եվ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է։ Այստեղ ընդդիմությունը մի ուրիշ բաներ էր ասում, կներեք շատ չեն, ասում եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Ոնց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում։ Այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է, եւ կոնկրետ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն ինքը եկեղեցուց դուրս է։ Ինչպես արդեն հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկել են Ռուսաստանը բնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացում են օպերատիվ գործողություններ։ Սամվել Կարապետյանն ու եղբայրը Կարեն Կարապետյանը ավելի ուշ գիշերը դուրս էին եկել առանձնատնից եւ հեռացել իրավապահների հետ։ Գիշերը Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իր ասելիքը նույնն է, ինքը թքած ունի էլեկտրական ցանցի վրա։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում արձագանքել է գործարարի հայտարարություններին։ Ասում է թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ, այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ումն է ուրեմն, նրա սպառողներին է, նրա աշխատողներին է։ Ասել է թե ժողովուրդը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է, կամ աշխատակից։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից, պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի։ Գործարար Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ըստ փաստաբանի Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև հայտնել է, որ քննչական կոմիտե Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ասվում է որոշման մեջ։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Ելույթներ են ունեցել մի քանի նախարարներ եւ պատգամավորներ, ելույթների մի մասը վերաբերել է բուն բյուջեին, մյուսները քաղաքական ուղղվածությամբ են եղել եւ բավականին սուր։ 2024 թվականը եզրափակեցինք շոշափելի տնտեսական արդյունքներով։ Տարվա ընթացքում ապահովվեց 5.9% հնայի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք համեմատած նախորդ տարվա հետ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ, ձեռք բերելով որակական նոր բովանդակություն, կառուցվածքային խորքային փոփոխությունների եւ սիներգիայի էֆեկտ ապահովող համալիր տնտեսական քաղաքականության շնորհիվ։ 2018-ից ի վեր հնայի իրական աճը կազմել է 43.5%, անցնելով 10 տրիլիոն դրամի շեմը կամ գրեթե 26 միլիարդ դոլար։ Իսկ մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է։ Հիմա մենք ասում ենք, որ տնտեսական աճը եղել է 5.9% անցած տարի։ Ես ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ դա 5.9% չի եղել իրականում, այլ եղել է 3.7%։ Ինչով է պայմանավորված իմ այդ դատողությունը։ Պայմանավորված է նրանով, որ տնտեսության մի հատված, որը թվաբանորեն գումարվել է հնային, ըստ էության արդյունք չի տվել։ Այսինքն ինքը իր մեջ հնա չի եղել, որ իրական տնտեսական աճը գրանցվի։ Դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանը ամեն։ Լրություն դալիճուն, լրություն, չի կարելի, լրություն դալիճուն, լրություն, դաշինքից առնվազն մեկը գիդի հայր մերը, մի մասը առնվազն գիդի, մի բան արեք։ Հայ առաքելական եկեղեցու խնդիրները իհարկե պետք է լուծվեն, քանի որ սա ուղիղ կապ ունի մեր երկրի դիմակայունության եւ անվտանգության հետ։ Պետք է լուծվեն թե կայսերական օրակարգերի հարցերը, թե քաղաքականությանը եւ ընտրություններին չմիջամտելու հարցերը, թե եկամուտների եւ հարկերի հարցերը, թե կանոնագրքին համապատասխանության հարցերը, թե բանակի հետ կապված արտոնությունների հարցերը։ Եվ մի վերջին նկատառում բառապաշարի հետ կապված։ Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին եւս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում եմ։ Սակայն ոմանց պարագայում այդ ցնցումը արժանի ցնցում էր, քանի որ արդեն որ երրորդ տարին է գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչու եք բարձրացնում, ինչու եք պատասխան հարվածներ հասցնում։ Խստորեն դատապարտում եմ եւ ամբողջությամբ աջակցում, պարոն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությունը, որպես քաղաքացի, որպես պատգամավոր։ Սիրելի քաղաքացիներ, կասկած մի ունեցեք, մենք չենք մոռացել մեղմ եւ բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը եւ շուտով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունն էլ հայտնում է, որ հունիսի 20-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Երևանի որոշ հասցեներում, նաև Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։
Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 29 ժամը 10-ից մինչև 17-ը կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 21, 21A, 23, 25, 27, 27 կոտորակ 1, 29, 29 կոտորակ 1, 31, 31 կոտորակ 1, 33, 33 կոտորակ 1, 31 կոտորակ 3, 33 կոտորակ 2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 9-ից մինչև 18-ը Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գառադոկ թաղամասի Դսեղ, Լոռուտ, Մարց, Քարինչ, Չկալով, Դեբետ բնակավայրերի գազասպառողների եւ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։